Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մենք Արտուր Հայրապետյանի հետ իմ գործընկերոջ սկսում ենք մեր հերթական հաղորդումը Առավոտը մեդիա հաբի հետ։ Բարելույս սիրելի հեռուստադիտող եւ ես հիշեցնեմ, որ կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, լինել ակտիվ, հարցեր ուղղել եւ մեզ եւ օրվա թեմաների հետ կապված եւ նաեւ ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր, որի մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ։ Մինչ հյուրը կմիանա, ում կներկայացնի իմ գործընկերը Արտուր Հայրապետյան, խոսենք Վարդավառից, որը տեղի ունեցավ 3 համացանցում իրարամերժ գնահատականներ կային, տարբեր գնահատականներ կային, մի մասը գովում էր Վարդավառի այդ տոնակատարությունը, որը կազմակերպվեց, մի մասը քննադատում էր, որ այն որևէ կապ չունի մեր ազգային ավանդույթների, մեր ավանդական Վարդավառի հետ, ինչ որ մի նորամուծություն էր անհասկանալի, որը շատերը չգիտակցեցին, այդպես էլ թե ինչ էր կատարվում Վարդավառ հանրապետության հրապարակում, ինչ որ շոու էր, թե Վարդավառ այնուամենայնիվ ջրոցի, հա, մեր լեզվով ասած։ Իմ համար իրականում կար, նայ, օրինակ իմ համար սովորական առավոտ էր, հա, ես նույնիսկ մոռացել եմ, որ այդ օրը առավոտը, հա, Վարդավառը եւ տիրոջ պայծառակերպության օրն է մի խոսքով ու աղմուկից արթնացա, որովհետև ուշ էի քնել ու աղմուկից արթնացա, տեսա շլանգներով տղամարդիկ դիմացնել այգիա, այդ շլանգները տենց պահած ու հիմնականում կանանց, հա, անցորդ կանանց վրա էին պահում ու իմ տպավորություն էր, որ աբորիգենների մի հատ ցած հավաքույթ է, հա, ինչ որ տենց իդեպ կանանց հետ կապված, ես 3 մի հատ հոդված եմ գրել, 3 թե 3 չի առաջի օրը, որ նայ Վարդավառը տոն է, չէ, բոլորի համար, այսինքն այդ ջրելու արարողությունը պետք է լինի բոլորին, անխտիր բոլորին, եթե իհարկե այն մարդուն, ով ուզում է մասնակցի, ոչ թե ուղղակի մարդը իր համար հագնված տեղ է գնում, մեկ էլ մի 2 վեդրո ջուր բերեն լստեն գլխին ու հեռարան, այնինչ մարդը տեղ էր գնում, որևէ ցանկություն, նույնիսկ համեմատություն արեցի Իսպանիայի հետ, որտեղ տոն կա, չէ, ցլերը, որ վազում են մարդկանց առաջին արջևից հետևից պատկերացրու դու գնաս ուղղակի ուզենաս այդ ցլերի վազքը նայես, մեկը քեզ հերի գցի ցլերի առաջ, ասի ախպեր փախի ոնց կարաս, որովհետև այս մեր ազգային տոնն է, այսինքն պետք է ջրեն նրան, ով մասնակից է լինում, բայց կանանց հետ կապված, նայ, չէ, իմ մոտ օրինակ տպավորություն ստեղծում է այնպես, որ ասենք այդ ջուրը պահում են կանանց վրա, որովհետև կանանք ավելի թույլ են ու ասենք չեն կարող հայհոյել, օրինակ ինչի տղամարդը այդ նույն բանով, հա, առոգանությամբ չի պահում շլանգը տղամարդը, որովհետև հետաքրքիր չի տղամարդուն, հասկանում ես, այդ հոդվածի մեջ ես նշել էի, որ դրա մեջ ինչ որ, չգիտեմ, քողարկված ագրեսիա էլ բայց կա դրա մեջ, ինչ որ սեռական ինչ որ էլեմենտներ կան նաև, նայ, տղամարդը ջրումը բացառապես գեղեցիկ ու երիտասարդ կանանց, չէ, եթե տոնը ջրի նաև այլ տղամարդուն, բայց չէ, ինչ որ սեռական դրսևորումներ կա, շատ դեպքերում տղամարդը ջրում է իր ծանոթ կանանցից նրանց, ով մասից սարի պես եղել է ինչպես անհաց փառքի ճամփա, հիմա այդ ջրելու միջոցով ինչ որ բան է ուզում արտահայտել, բայց վերադառնանք հանրապետության հրապարակում։ Օրինակ հանրապետության հրապարակում ես իմացա եղել է ինչ որ բանը, փրփուր փարթի, բայց այնպես գեղեցիկ է։ Ես իրականում չեմ հասկանում փրփուր փարթին ինչ կապ ունի վարդի այդ անուշաբույր, հա, ջրի հետ, որովհետև երբ որ մենք գնում ենք դեպի հենց եկեղեցական տոնին, ինքը ոչ թե փրփուրով են, հա, օծել մարդկանց, այդ ցայել, որովհետև դա ոչ թե վեդրոներով եւ շլանգներով ջրելու արարողակարգ է, այլ այսպես փորձել են, հա, շաղ տալ ջուրը։ Բայց անկեղծ ասեմ, ինձ դուր եկավ զուտ որպես միջոցառում, որպես ուրախության պարգևում, որպես ինչ-որ աշխուժություն, որպես ինչ-որ շունչ կար, ինչ-որ նորարարություն, զուտ որպես շոու, ես այդքան էլ դատապարտելի բան չեմ տեսնում, այդտեղ, որովհետև այնուամենայնիվ կյանքը առաջ է գնում, այնուամենայնիվ կյանքը փոխվում է, բանը ինչ-որ պետք է միջոցառումները նույնպես համապատասխանեցվեն իմ կարծիքով ժամանակակից շնչին, որովհետև հնարավոր չի անմնացորդ ցենց պահել ազգային բոլոր էլեմենտները եւ որևէ նույնիսկ տոնակատարություններին, միջոցառումներին ինչ-որ նորարարություն չկա, զուտ որպես շոու, ինձ դուր էր գալիս, սակայն կա այլ մտահոգիչ փաստ, որ նորություն ստացվեց հենց երեկոյան, որ թե այսօր առավոտյան, որ Արարատյան հայրապետական թեմը
այսինքն երիտասարդական թեմը, որը պետք է, որը սովորաբար կազմակերպում էր լոկոմոտիվն էր լինում այդ միջոցառումների, լուծարվել է եւ արդեն տևական ժամանակ այդ թեմը չի ձևավորվում։ Երիտասարդաց միությունները լուծարվել են, եւ սա միակ տարին էր, որ Վարդավառը հայ առաքելական Սուրբ եկեղեցին արեցան հայրապետական թեմը չնշեց։ Այո, դա է մտահոգիչը։ Շոուն ինքնին գեղեցիկ էր, շոուն ինքնին լավն էր, իմ գնահատմամբ ստացված էր, սիրուն էր, մարդիկ ուրախացան եւ այլն, բայց հաշվի առնելով հենց այս փաստը, բան այն կտրված էր։ Արդեն առաքելական եկեղեցուց կտրված էր, պատճառատեսության տոնի հետ այլևս որևէ կապ չէր ստեղծում։ Հիմա այն զբոսաշրջիկները, որոնք ի սրտե ուրախությամբ մասնակցում էին, ինչի համար ես ուրախ եմ, որ զբոսաշրջիկները ուրախությամբ մասնակցում էին այդ միջոցառմանը, բայց նրանք չհասկացան, թե ինչ միջոցառման են նրանք մասնակցում։ Այո, փրփուր փարթին կոնկրետ կապված խորհրդանիշ ունի, հա։ Իսկ քեզ ասեմ, ես տարիներ շարունակ Արարատյան հայրապետական թեմի բոլոր միջոցառումները լուսաբանել եմ, հատկապես Վարդավառը, եւ եթե դու հիշես ինքը եկեղեցին, քանի որ ազգային է եւ ազգային տոներին է նաեւ անդրադառնում, ես քեզ ասեմ ամենագեղեցիկ եւ ամենաայսպես ուրախ, հա, ուրախ մթնոլորտ եւ ուրախ նոտաներ էր փոխանցում նաեւ հայ հասարակությանը նվագ զուռնայով Սուրբ ազգայինը պահպանված էր, եկեղեցին պահպանված էր եւ նախատոնակ էր դա համարվում, որովհետեւ Վարդավառից մի օր առաջ, երբ որ ժամը 5-ից հետո օրը փոխվում է, չէ, եկեղեցական այդ օրը երբ որ փոխվում էր Վարդավառի օրն էր գալիս, իրենք այսպես շատ բանով այնտեղ խնձոր էին դնում ու փորձում էին եփել, այդ որտեղ խորհրդանիշ ուներ այդ խնձորը, մի խոսքով շատ ավանդական այդ տոն որպես այդպեսին պահպանվում էր եւ այո լավ նշեցիր, որ միակ տարին էր, որ հայ առաքելական եկեղեցին հայրապետական թեմը չնշեց եւ կապը կտրվեց ազգայինի հետ։ Այո, ինչպես ասեմ, նույն զբոսաշրջիկը, որը մասնակցում էր այդ տոնակատարությանը, ուրախանում էր իր սրտե, ջրում էր, ջրվում էր, այնուամենայնիվ չկարողացավ հասկանալ, թե այս տոնը ինչի հետ է կապված։ Արտուր ջան, մենք հյուր ունենք, ես նկատեցի, որ արդեն հյուրը մոտեցել է, խնդրեմ ներկայացրու։ Մենք այսօր հյուր ունենք եւ առավոտը մեդիահաբի հետ հաղորդման Անդրանիկ հյուրը Էդուարդ Շարմազանովն է, որին առավոտ վաղ արթնացրել ենք եւ խնդրել ենք մեր զրույցին մասնակցի, ինչի համար հրավիրենք Էդուարդ Շարմազանովին, թող գա ու սկսենք։ Եթե հարցեր կունենաք, անպայման հարցերով դիմում եք, փորձում ենք հարց ու պատասխանի միջոցով նաեւ մեր հյուրի հետ զրուցել։ Բարի օր։ Ողջույն։ Արգասներս գա։ Խնդրեմ, համեցի։ Ինչպես գործընկերս նշեց, սա առավոտյան մեդիահաբի հետ հաղորդումը ցենց բացօթյա մթնոլորտում կողքը շինարարություն, հետևը քիչ առաջ ռեալիթի շոուերի շոու կռիվ բանավե վեճ, բայց այն նորմալ մեր Երևանյան, Հայաստանյան առօրյան է, Հայաստանյան Ես գիտեմ առավոտը ինչ դժվար է արթնանալը, բայց փորձենք նաև։ Դե այս առավոտը նոր քնում եմ, էլի վաղ առավոտը։ Ռաշը ուշ քնող մարդ եմ։ Ինչեր Շարմազանով եմ, բնե դուք ստիպեցիք։ Բայց չեք ուշացել, պարոն Շարմազան։ Դուք մեր Անդրանիկ հյուրն եք։ Ողջունում եմ ձեր հաղորդումը, տղեկ ջան։ Հետևել եմ ձեզ։ Ուսով եմ այսօր ասած նորմալ հանգիստ կզրուցենք ցանկացած թեմաներից, ինչ որ առաջարկեք։ Հիմա ես ու Արտուրը հարաբերականորեն երջանիկ մարդ ենք այն առումով, որ աշխատանք ունենք, զբաղվածություն ունենք, սակայն հենց այս պայդրությամբ ինչ մենք ուրախանում ենք մեր այս հարաբերական երջանկությամբ, շուրջ 10,000 մարդ գործազուրկ է դարձել, միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ քաղաքական վրեժ է փորձում լուծել իր քաղաքական ընդդիմախոսներից, այսինքն քրեական մեղադրանք ներկայացնելով, այնուհետև ձեռփակալելով եւ կալանավորելով Գագիկ Ծառուկյանին, որի մոտիվացիան այդ ամենի իմ խորին համոզմամբ միանշանակ քաղաքական է, սակայն դրան զուգահեռ նա փակեց
բոլոր այն ընկերությունները, որոնց ղեկավարն էր Ծառուկյանը եւ ինչի արդյունքում պարզապես 10,000 շուրջ 10,000 մարդ ուղակի դարավ գործածու, ուղակի։ Հիմա այս հայտարարություններին զուգահեռ որ մենք աշխատատեղեր ենք ստեղծում, գործազուրկների թիվը կրճատում ենք եւ այլն, բայց միանգամից sense 10,000 գործազուրկ գրչի մի հարվածով քաղաքական հաշվարդար տեսնելու արդյունքում ինչի մասին է խոսում, որ մենք մուտք ենք գործում էլ ավելի խորը ռեպրեսիվ ճանապարհ ընթացքի։ Ասեմ, նախ Նիկոլ Փաշյանը, որ ասում է աշխատատեղ եմ ստեղծում, ինքը երևի մտածում է աշխատատեղ ստեղծում է միայն իր ընտրողների համար։ Դե ժողովուրդն է այդպես, հա իր համար։ Ինքը այդպես է, այո, ինքը այդպես է չդարձավ վարչապետ Բարիս Դասականի իմաստով, ինքը դարձավ իրեն ընտրողների կամ ԿՊ-ի պարագլուխ։ Այսինքն վարչապետը կամ պետության ղեկավարը նա է, ով որ ունի պատասխանատվություն, ով որ ունի համերաշխության զգացում, ով որ անկախ քաղաքացիների քննադատական վերաբերմունքից իրեն ընտրել են թե չէ, ինքը պետք է բոլորի շահերը պաշտպանի։ Այո։ Դուք հիշում եք պարլամենտում ինքը շնաբարով դուսպրծուկ ասեց, թե ինչ ասեց, կարծեմ նա շատ ավելի վատ բառ ասեց այն մարդկանց, ովքեր որ ընտրում են ընդդիմությանը։ Ոչ թե ընդդիմության լիդերները, որը եւս անթույլատրել է նման բառապաշարը։ Բայց պարլամենտում ինքը ասեց, ով որ իրանց ընտրի, չեմ հիշում ինչ բառեր, բայց հաստատ ոչ հաճելի բառեր, էլի ոչ հաճելի ձևակերպում էր։ Սա մեկ, երկրորդը մտնում ենք ռեպրեսիայի փուլ թե չէ, իհարկե, ես մի քանի գրառումներով ասել եմ, որ Փաշինյանը մտնում է Յակոբինյան փուլ։ Հեղափոխությունները ունեն տարբեր փուլեր։ Եվ ֆրանսիական հեղափոխությունը որպես դասական հեղափոխություն ինքը մոդել է, թե հեղափոխականներն ինչ ճանապարհով են գնում։ Սկզբում հեղափոխությունը գալիս է գեղեցիկ, սիրուն, համերաշխություն, սեր, եղբայրություն, բան այդ փաթեթավորմամբ։ Հետո ինչ-որ մի հատ փուլում դառնում է ավելի ծայրահեղ, ինչպես Յակոբինյանները, Յակոբինյան դիկտատուրայի ժամանակ Մաքսիմիլիան Ռոբեսպիերի օրոք գրեթե բոլոր նույնիսկ հեղափոխության մասնակիցներ ինչպես Օլիվեր Դանտոնը, որը հեղափոխության դեմքն էր, գլխատվեցին, ռեպրեսիաներ սկսվեցին, նույնիսկ տոմարը փոխեց Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, օրերը փոխեց, ամիսների անվանումները, եկեղեցու դեմ արշավը, ու իմ մոտ որպես պատմաբան դեժավյու է։ Կարծեմ Դանտոնը Ռոբեսպիերին կարապներան գնալու ճանապարհը հաջորդը դու ես լինելու, ու հաջորդը ինքը եղավ, ասեց այո։ Մեկ էլ ուրիշ բան էլ ասեց Դանտոնը, ասեց, որ իսկ գլխապե գլուխը ամբողջին ցույց կտակ, նա դրան արժանի է։ Առաջ Արմազանում, նայեք, մշտապես, նու լավ չասեմ մշտապես, համենայն դեպս նորանկախ Հայաստանի այս պատմության ժամանակահատվածում միշտ էլ ասենք ընտրություն, նախընտրական ժամանակաշրջանը միշտ էլ թեժ է եղել, այո, անկեղծ ասենք նույնիսկ հնչել են փոխադարձ որոշ վիրավորանքներ եւ այլն, սակայն ընտրություններից հետո ընտրված ղեկավարը, երկրի ընտրված ղեկավարը հաշտության ձեռք է մեկնել ընդդիմադիր դաշտին, ընդդիմադիր ուժերին, հիմա թե ով կսեղմեր այդ ձեռքը, ով չէ, դա իր քաղաքական իրավունքն էր, սակայն ընտրված ղեկավարը մեկնել է այդ ձեռքը հաշտեցման, որը ոչ միայն ընդդիմադիր, ոչ միայն քաղաքական դաշտ է, այլ նաև հասարակության համերաշխությանը միտված ժեստ է, բայց մենք տեսնում ենք հակառակը։ Հիմա ինչ մեթոդ, ինչ ձևով է հաղթել Նիկոլ Փաշինյանը, դա թողնենք մի կողմ, որտեղ հարցի քննարկման այլ թեմա է դա, սակայն ոչ թե հաշտության ձեռք մեկնեցնա, այլ հակառակը ամեն ինչը գցելով ժողովրդի գրպանը, չէ, հիմա արդեն հղում է անում ժողովրդին։ Այնինչ վստահ եմ, որ ժողովուրդը կալանավորումների մանդատ չի։ Տեսեք, Կանե ջան, Արտուր ջան, տես։ Շատ ճիշտ եք ասում։ Բայց դա ասում եք դասական նորմալ իրավիճակներում եւ նորմալ քաղաքական համակարգում։ Նիկոլ Փաշինյանը ինքը սվում է անտագոնիզմով։ Ինքը կան տեստիպի մարդիկ կան, որ իրավ միշտ պետք է մեկը, որի դեմ ինքը պայքարի։ Ատելություն, անտագոնիզմ, պայքար, դա նախկիններն են։ Հիմա նախկինների բանը քիչ թե շատ արդեն հին պլաստիկա է։ Հետո ռուսներն էին, հետո գնալով մի քանի դեպի Ռուսաստանում, երկու քանի դեպի Ռուսաստանից են գում, հետո եկեղեցիներ, հիմա այսօր անուն ա դրել Եռագլուխ եսիմինչ, նույն Ծառուկյանին, չէ, մի որ ինչ ասես կպցնում են։ Ինքը չէր 18 թվականից հետո, երբ որ հեղափոխությունն եղավ, կառավարությունը ձևավորել։ Կամ որ երբ որ գրած հետո մուլտիկ բանի հետ հանգստի բանը բացելու, ինչ ասես։
Ասին օլիգարխ, ասեց օլիգարխ չի, խոշոր սեփականատեր է։ Հիմա ոնց է լինում, երբ որ Ծառուկյանը քո այդ կոալիցիայի մեջ է, խոշոր սեփականատեր է, պարկեշտ-թարքեր է վճարում, պարկեշտ քաղաքացի է, բարեգործ է, նույնիսկ Հիսուսի արձանը պարզ է, չարած այդ պետական կառույցների թույլտվության չէր կարող։ Հենց այդ մարդը մտնում է քաղաքականություն ակտիվ, հենց սկսում է գործել ոչ իշխանության թույլտվությամբ, Դառնում է երագլուխ հրեշ։ Հրեշներից մեկը։ Ակնհայտ է։ Ոնց որում Ակնհայտ է, որ մարդիկ ամենագեղեցիկ, ամենադաժան բաները պատմության մեջ արել են ամենագեղեցիկ խոսքեր ասողները։ Ես հիշեցի Ադոլֆ Հիտլերին 1927 թվականին Մյունխենում իր նացիոնալ-սոցիալիստական կուսակցության համաժողովն ալնում, Ադոլֆ Հիտլերը ներողություն նմանապես որպես պատմաբան զուգահեռներ են մասկրացնում։ ազատ քննարկում է։ Ադոլֆ Հիտլերին իր ելույթում Հայդե Շիկլ Գրուբերը ասում է մեր շարժումը մաքուր քրիստոնեական է։ Այդ ճակերտա որ քրիստոնեական շարժումը տղեկ ջան։ Բայց առնվազն 40 միլիոն մարդ ու կորուստ, 6 միլիոն հրեաների հոլոկոստ եւ պատմության մեջ աննախադեպ ողբերգություն։ Հիմա չպետք է նայենք էլի ով ինչ է ասում, պետք է նայենք ով ինչ է անում։ Այո։ Այն որ ինքը ասում է սիրում են բոլորին։ Այդ որ ասում է սիրում են բոլորիդ այդ ԿՊ վարչությանն է ասում, միգուցե։ Այո։ Որովհետեւ բացի ԿՊ վարչությունից իրաց դեղ կռուգից ղեկավարը պետք է ունենա հանդուրժողականության զգացում։ Ես էլ եմ եղել, մենք անսխալական չեղել եւ Արտուրի տաղավարում, եւ քո տաղավարում միասին առիթներ ունեցել ենք խոսելու մեր սխալներից, մեր մեղքերից, բայց որևիցե անգամ դուք տեսել եք, որ օրինակ ես որպես նիստ վարող ատելություն քարոզ է կամ նման ռեպրեսիաներ բան։ Ընդհակառակը, եթե դու ղեկավար ես, դու պետք է հանդուրժող լինես։ Ավելի հաշտեցնողի դերում պետք է լինես։ Պարոն Շարմազանov, օրինակ նայեք, այս մարդը ամեն անգամ ինչ որ անում է, օրինակ հենց Ծառուկյանին բռնելու թեմայով, ասում է ժողովուրդը պահանջում է։ Ես էլ ասում ժողովուրդը ո՞րն, ասենք այն 50+1%-ը, որը իրան չի տրել, նրանք ժողովուրդ, չէ։ Հա, ըստ երևույթին իր Կամ տրամաբանությամբ ոնց կարելի ասել, ով որ իրանց ընտրել է, փողով ընտրել։ Այո։ Ես էլ կասեմ, ով որ քեզ ընտրել է, շանտաժով ընտրել, վախացնելով ընտրել, ադմինիստրատիվ ռեսուրսով Բայց մի հարցում ասելով չի։ Մի հարցում ազնիվ է, նայ, այսինքն ազնիվը մանիպուլյացիոն նաև էլեմենտներ ունի, էլի։ Ինքը նախընտրական ամբողջ քարոզարշավի ժամանակ ասում էր, որ ձերբակալելու Սակայն ես վստահ եմ, որ իրեն ընտրողները ամենևին դրա համար չեն տվել այդ մանդատը։ Ես մի քիչ չեմ հավատում, որ ինքը գնում է հանդիպումներ ու մարդիկ վեր դուրս են գալիս, ասում են երբ ես կալանավորել, այսինքն իրանց դարդ ու ցավը հոգսերը Հիմա կարող է մի քանի օքի էլ ասեն։ Հիմա մենք էլ որ գնում ենք հանդիպումը, ամեն մեկը մի բան ասում է։ Հիմա ամեն մեկի ասածը չէ, քաղաքական լիդերը ինչով է տարբերվում սովորական մարդուց։ Քաղաքական լիդերը տարբերվում անարը, որ ինքը պետք է օրակարգ բերի, ինքը պետք է գիտակցի պետության առհասարակ համերաշխության կարևորությունը։ Իսկ ինքը դրա համար ասում ինքը բաց գնում է Յակոբինյան նեոբոլշևիկյան ճանապարհով։ 20-ական թվականներին առաջ հանրապետության անկումից հետո Հայաստանում եւ առհասարակ հետո արդեն ԽՍՀՄ-ում կարմիր տերորը սկսվեց, հիմա էլ նիկոլական տերորը, ռեպրեսիա է, միանուն ինչ ուզում եք դնեք։ Հիմա այս ընթացքը կարծես Այդ մարդիկ պատրաստ չեն հանդուրժել, բոլոր դրանց, ովքեր որ հրապարակային դեմ են հանդես գալիս սրանց քաղաքականությանը, որը իմ խորին համոզմամբ տանում է դեպի Հայաստանի ադրբեջանացման եւ Հայաստանի գլայթացման։ Եվ առհասարակ ստեղ ամենազզվելին այդ եվրոպական միջազգային կառույցների լռությունն է եւ Նիկոլ Փաշինյանի թիմի օժանդակումն ու ծափահարումը Կարտ բլանշը, որը տրված է։ Ես ժողովրդավարական արժեքներ կրող մարդ եմ։ Ժողովրդավարության հիմքը ազատ կամքն է, բազմակարգությունն է եւ ազատ մրցակցությունը։ Դու ով ես, ասենք այն համակարգերը, որտեղ կա մի կարծիք եւ այդ մի կարծիքը պետք է լինի գերակա, դա կոչվում է դիկտատուրական։ Այո։ Տոտալիտար համակարգ։ Դա սովետական միությունում ա եղել, էլի, օրինակ, որ կոմունիստական կուսակցությունը ունեցել է բան, սահմանությամբ երաշխավորված իրավունքներ եւ բացի կոմունիստական կուսակցությունից ուրիշ կուսակցություն չպետք է լիներ։ Հիմա սրանք կամած տենց են ասում, որ ԿՊ չի, ճիշտ է, սահմանությամբ պետք է չեն գրում, բայց ըստ էության որ ԿՊ չի, ով որ ԿՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը չի կիսում, մի հատ էլ հանդգնում է այլակարգություն ասել,
Նա կալանավորվում։ Կամ կալանավորվում է, կամ խաղը դուրս է բերվում, կամ 1000 հատ պիտակ են կպցնում, կամ էլ ասում են վաղը քեզ էլ կկալանավորեն։ Լավ, հիմա այս ընթացքը կասեցնելու համար ընդդիմությունը ամենայն դեպս Նիկոլ Փաշինյանի ձևակերպամբ երրագլուխ հրեշները, որ հայտ են ներկայացրել, որ պետքա փոխենք, որ անպայման ամսի 8-ին մենք ունենալու ենք այլ իշխանություն։ Հիմա այս ֆոնին շատ է քննարկում մանդատները վերցնել, չվերցնելու այս թեման, մի մասը ասում է, որ պետքա վերցնել, որովհետև մանդատները Արդեն չգիտեմ, ես այլ նկատի ունեմ, մի մասը ասում են, որ պետք է վերցնել, ինչ որոշում կայացնել, որովհետև այն լծակ է խորհրդանում գործունեություն ծավալելու եւ զուգորդելու փողոցային պայքարի հետ, ինչն էլ կհանգեցնի իշխանափոխության, մի մասն էլ այն կարծիքին էր, որ չպետք է վերցնել եւ ամբողջովին պետք է ապավինել փողոցային պայքարի։ Որովհետև այդ մարդկանց խոստացել էին, որ գնում ենք բացարձակ հաղթանակի եւ ստացվեց այս, որ մարդիկ ձայն տվեցին, որպեսզի իրանք վերցնեն մանդատները ու գնան ազգային ժողով։ Հիմա 106 հոգի ստորագրություն են տվել մանդատներից հրաժարվելու համար։ Նույնիսկ հայտարարություններ եղան ուժեղ Հայաստան դաշինքի մասը կազմող ուժերի կողմից, որ մենք հավատարիմ ենք մնում մեր սկզբունքներին, որ սա մեր համար մանդատներ վերցնելու թեմա չէր, այլ իշխանափոխության հասնելու։ Հիմա այս 106 մանդատներից հրաժարումը ինչքանով է օգնելու այն գործին, որը իր նպատակն է համարել ընդդիմությունը։ Կարեն ջան, հարցը մի քանի շերտ է պարունակում, հերթով ասում։ Չկա արդյոք ինչ-որ արդեն բաժին։ Ասեմ հիմա, իմ կարծիքը։ Նախ Արտուրի հետ համամիտ է, որ լրիվ լեգիտիմ է քաղաքացիների Իհարկե սպասելիքները, որովհետև սպասելիքները այլ են եղել եւ դերակատարներն ասել են, որ ամեն ինչ լավ անելու, absolutին էլ Նիկոլը չի լինելու վարչապետ եւ բնականաբար հասարակությունը կամ այդ ուժերին կամ կոնկրետ այդ ուժին տված հասարակության միացվածը լեգիտիմ իրավունք ունի ակնկալել եւ նման պահանջ դնել կամ նման կարծիք ասել։ Սա խնդիր չկա։ Բայց հիմա գանք մանդատային ու ոչ մանդատային։ Ես միշտ ասել եմ, կարելի է մանդատ վերցնել ոչինչ չանել, կարելի է մանդատ չվերցնել էլի ոչինչ չանել, եւ կարելի է մանդատ վերցնել շատ բան անել եւ մանդատ չվերցնել էլի շատ բան անել։ Այսինքն, եւ ասում բանջարը քո հանճարին վնաս չի, հիմի մանդատը պայքարին վնաս չի։ Նայած այդ դու մանդատը ինչպես ես օգտագործում։ Եթե ձեռը ջութակ է, բայց ջութակ նվագել չգիտես, ուզում ես այդ ջութակը Ստրադիվարին սարքացել, դու ոչ մի բան չես կարենալու անես։ Բայց եթե դու Պագանինին ես, նույնիսկ միլիարի վրա կարաս իսպանիական ես, էլի տարբերությունը շատ է։ Էդ է։ Հիմա ես Բայց մեր աչքի առաջ է, պարոն Շարմազանը։ Իմ ազգական կարծիքով ես մանդատ վերցնելուն դեմ չեմ եղել։ Եթե իրանք, չգիտեմ ինչ պետք է անեն։ Իսկ ինչ պիտի անի։ Չգիտեմ, ես իրանք իմանամ։ Կփորձեն գեներացնել։ Հասկանում ես, քանի որ ես չեմ այդ դերակատարը։ Ես չեմ ղեկավարում այդ շարժումը։ Ես եմ այդ կուսակցության ղեկավարը կամ այդ կուսակցության ներսում քննարկումներին չեմ մասնակցել։ Ես կարծում եմ մյուս կողմից էլ չեմ կարծում որ արդար է, որ մարդիկ դեռ ոչ մի բան չարած։ Արդեն քննադատության։ Արդեն այն գլխից քննադատ ես։ Եթե մենք մի բան պետք է հասկանանք, որ ընդդիմության ցանկացած ցախողում դա մեր բոլորի ցախողումն է։ Անկախ նրանից մենք այդ ընդդիմությանը սիրում ենք, չենք սիրում, եթե մենք գնում ենք ու Նիկոլին զայն չենք տալիս։ Միգուցե դեռ չկա այն ուժը, որին մենք կամ իդեալական առում, բայց եթե այս ընդդիմությունը ձախողվի, Նիկոլն էլի նիկոլիզմը, խնդիրը այլ անձի մեջ չի։ Ես Նիկոլ Փաշինյանի անձի դեմ չեմ պայքարել, ես պայքարում նրա բերած բովանդակության դեմ, որը փաստացի Հայաստանի երրորդ հանրապետության դեմ է գործում եւ անկախության հռչակագրի դեմ է գործում։ Մենք շատ ենք խոսում դրա մասին։ Դրա համար ես կարծում եմ, որ իհարկե հասարակությունը շարքային քաղաքացիները իրավունք ունեն քննադատեն էլ պահանջել, բայց իմ համար անհասկանալի է, երբ որ այլ ընդդիմադիր քաղաքական դերակատարներ դեռ այս ընդդիմությունը ոչինչ չի արել, արդեն այն գլխից մեղադրում, այն գլխից քննադատում։ Բայց անհարմար հարցեր ընդդիմությանը պետք է տալ։ Իհարկե, ես ասում եմ քննադատել էլ է պետք, իսկ քննադատել էլ է պետք։ Չէ, Հետո առհասարակ մի բան իմացի, ջան, որտեղ եթե քաղաքականության մեջ մի գործիչ առաջինը չունի սամաերոնիա, հումորից գացում է, այդ պետք է լինի էլի։ Եվ երկրորդը չունի պատրաստ չի քննադատության, ինքը անելիք չունի։ Հիմա իմ համար ես էլ ազարմանալի, Նիկոլ Փաշինյանը ինքն չունի սամաերոնիա, ասիկա ասում ես ոնց կարելի է պետության ղեկավարը իր գործընկերներին դատի տա։ Այո։ Ինքեր ինձ իմ իշխանության եղած ժամանակ հարյուրավոր օրինակներ բերեմ, ինչ պիտակ ասես կծրել են, որ մեկին եմ դատի տվել։ Ես հասկացել եմ, որ ում իրավունքը շատ է, նրա պատասխանատվությունը շատ է, եւ ես չեմ կարող ունենալ, մասիկը եթե
եթե դու քաղաքական իշխանության ես, մարդիկ էդից սпасելիք ունեն, կարող է մեկնել երկուսն էլ էմոցիոնալ գնահատակ ասա։ Համինգն են քերթով սաղին դատի, հա։ Հիշենք դրվագներով։ Իհարկե ես դեմ եմ վիրավորանքներին, դե բաց այդ վիրավորանքը, այդ էմոցիոնալ գնահատականները քաղաքականության մեջ ով է բերել։ Նիկոլ Փաշինյանը։ Հիշենք դրվագներով, որ դիտողները մեր ամեն ինչ օրինակների վրա տեսնեն, օրինակ ես հիշեցի մի դրվագ ազգային ժողովում, դեռևս մինչև այսպես ճակերտավոր ասած հեղափոխությունը, երբ Արարատ Միրզոյանը եւ Լենա Նազարյանը են գունավոր ծուխը ինչ այդ անունները եկան ամբիոնի վրա կանգնեցին, դուք եկան ձեր այսպես հանգիստ մոտեցումը գնահատականը, որ շոուն չստացվեց։ Իսկ շոուն չստացվեց, իսկ 2018 թվականից հետո, եթե մի падգամավոր ընդդիմադիր փորձի որևէ մի այնպիսի մի բան անել, որը չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի վարած մի անգամից ՊՊՑ աշխատակիցներին հրավիրում են ներս, երբ չասած մի հատ նախ ծեծի են ենթարկում այդ դրվագներն էլ ենք մենք տեսել, այո, եւ պարզապես ուժային մեթոդներով падգամավորներին հեռացնում են դահլիճից։ Հազար անգամ եղել է, որ նույն եւ Փաշինյանը եւ Փոստանջյանը եւ այլ ընդդիմադիր падգամավորներ խոսել են, ռեգլամենտ են խախտել։ Ես ամենախիստ սանկցիան որ կիրառել եմ, այդ պահին միկրոֆոնն անջատել են։ Ընդհակել կարդացել են որ հոդվածով։ Բայց ես երբեք չեմ ասել կարող էի անեմ, չէ՞։ Զբանը այսօր դալիճից դուրս եք գալի կամ ձայնի իրավունքից ձգում եմ, այլ չեմ ասում ԲՊՑ աշխատողներին կանչեմ։ Գումարը դրան քացով մեկի դոշին հարվածել է։ Կամ ասենք հանրապետականը 58 հոգի է, երկ խմբակցությունը 7 թե 9 հոգի են, կամ ՀԱԿ-ը կամ մեկ այլ 1000 ներողություն վերացած բոլոր ընդդիմադիր, կամ ասեի դավայ հելեք մի հատ տպեք։ Այդպես բան ո՞նց կարելի է։ Քաղաք պարլամենտը ինքը ազատ խոսքի տեղ է։ Եվ պարլամենտում եւ ընդդիմադիր падգամավորը եւ իշխանական падգամավորը ունի նույն իրավունքները, երկուսն էլ օժտված են ժողովրդի տված մանդատով։ Ու երբ որ դու ինձ ասում ես, գիտեք, մարդուն կարելի է կալանավորել, իմ աշխության Արմենն էլ է կալանավորված, այս մարդու միտքը դու չես կարող կալանավորես։ Աստված է մեզ այդ ազատ կամքը տվել։ Սրանք ուզում են մարդու ազատ կամքն կալանավորեն, ու ասում են դու եթե մեր նման չես մտածում, դու կամ պետք է քաղաքականության մեջ չլինես, կամ Հայաստանում չլինես, կամ բանկում լինես, ապես ո՞նց կլինի։ Հիմա հենց այդ ամենի ֆոնին մի բանը Ադրբեջանի կողմից են գալի, իհարկե ինքն իրենով նորություն չեն, բայց էլ ավելի կոշտանում է դիրքորոշումը, Բայրամովը օրերս հայտարարեց, որ հերթական անգամ շեշտեց, որ կարող նաև անդրադառնալ հարցը ձևակերպի, որ անպայման Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, հերթական անգամ ամրագրեց այդ իրենց մոտեցումը եւ խոսեց անկլավների եւ էսկլավների մասին, որ անպայման այդ հարցը պետք է լուծվի եւ անմիջապես հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հաստատեց Բայրամովի ասածը, որ այո, անկլավների հարցը պետք է անպայման իրենց լուծումը ստացվի, համեմատություններ արվեց, որ ինչ որ չեմ հիշում, հետքներ կարծեմ հրապարակում արել, որ ինչ որ Ադրբեջանի, չգիտեմ, դրամի վրա ինքը ասել է դրամի վրա Արցախը որպես անկլավ ներկայացրած, հետքն էլ ապացուցել է, որ Ադրբեջան առնվազն 2020 թվականից տպված դրամների վրա Ադրբեջան բանը Արցախը նշածա որպես Ադրբեջանի մաս։ Նու հետքի հետաքննությունն է, դրանից հետո իշխանությունից ես չեմ տեսել, որ գնացին Արցախ։ Գնացին Արցախ ու գնացին։ Հիմա այս ամեն ինչը չի հուշում են մասի, որ մենք շատ մոտ ենք արդեն, շատ մոտ, համարյա կես քայլ արել ենք Տիգրանաշենը կորցնելու ուղղությամբ։ Կարո՞ղ ես մի հատ կարևոր բան ասեմ, էլի։ Տարածքային կորստից ավելի վտանգավոր ըստեղի կորուստն է, արժեքային համակարգի կորուստն է։ Եթե դու ըստեղ արժեքային համակարգը կորցնում ես, Հայաստանի անկախության հռչակագրից հրաժարվում ես, 91-ի այոյի գաղափարից հրաժարվում ես, Եռաբլուրի գաղափարից ու Արցախից հրաժարվում ես, դրանից հետո այդ տարածքներ հանձնում անկլավ բավման, դա ձել է տեխնիկի։ Եթե դու նորմալ ես համարում, որ դու կարող ես եկեղեցու վրա իհարկե, այստեղ կարևորը գաղափարն է, չէ՞։ Եթե դու գաղափարը վերափոխում ես, ասում ես Ղարաբաղյան շարժումը սխալ է եղել, Արցախը թոք է եղել, եկեղեցին չգիտեմ ինչ է, մեկը ինչ է։ Всё, դրանից հետո արդեն դու դառնում ես նեոբոլշևիկյան, սովորական նեոբոլշևիկ։ Հիմա ես միշտ այն ժամանակ ինձ հարց էի տալիս, էլի, ասում եմ, ես
քաջազդուն ու 37 թվին որ բռնի, 36-ին Բաքվեցին, 37-ին Չարեցին։ Բայց ժողովուրդը տենց անտարբեր է եղել։ Հա, հիմա այսօր տենց չի։ Բայց իրականում բան չի փոխվել, պարոն Շարմազյան։ Այսօր տենց չի։ Իսկ մեկ-մեկ մարդիկ ասում են, վայ, ես ինչա բան, ասում եմ, այս ցավը տանեն։ Հələ մի հատ նայեք, առաջի հանրապետության կորստից հետո Սարդարապետի հերոս Լորիս Մելիքովը դատապարտվեց, սպանվեց։ Մովսես Տիլիկյանը նույնը, Թոմաս Նազարբեկյանը այնքան տարան բանդ, Ռիազանից բերին վերջում այդ մարդը մահացավ։ Նույն բարեգործ, ամենամեծագույն բարեգործներից մեկը Միքայել Արամյանցը, որը այսօրվա Վրաստանում Թիֆլիսում մայրաքաղաքում այդ Մարիո Թույանցի իր տունն է եղել, սա ձեռից խլեցին ու զրկեցին, այդ մարդը իր ստիպված էր բոլշևիկի շրջանում այդ տան պահակ աշխատի, այդ Հյուրանոցի պահակ։ Իր սարքը մեծագույն բարեգործ, Վանտաշովից դեռ առաջ այդ նավթի առաջարցնահանողներից մեկն է եղել։ Նույնն է մի ալնում, մի քիչ ձևա փոխվել է, ուրիշ ձև ալնում, այսինքն իրանք տոտալ գնում են այդ ուղղությամբ։ Այն ժամանակ բոլշևիզմն ա եղել, Լենին Պապինա այդ ստեղի բոլշևիկների միջոցով են ազգայինը ջարդել։ Հիմա Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, Թուրքիայի աջակցությամբ ստեղ են անում, էլի ստեղ ազգայինը ջարդում են։ Եվ մի բան չմոռանանք, ես միշտ ասել եմ, էլի, այս ամեն ինչ սա ամբողջը հետևանք է։ 18 թվականին, ով որ սա չի հասկացել, խնդրեմը դա։ 18 թվականին Բոլտոնն եկել է Հայաստան, իսկ Բոլտոնը Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականն էր։ Ասել է Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է հրաժարվեն պատմական գաղափարներից։ Վերջ, այդտեղ դա է հանձնարարականը։ Պատմական գաղափարները հայկական Արցախներ, ցեղասպանության միջազգային ճանաչումը, անկախության հռչակագիրը, եկեղեցու բացառիկ դերը։ Հիմա այսքան մենք հրաժարվել ենք։ Բա եթե դու Նիկոլը վերարտադրվում է, ինքն է այդ անում, ու չկա դիմադրություն։ Իշխանությունն է դիմադրություն, որը կկասեցնի, դիմադրությունացելով նկատի ունեմ թեկուզ ընտրությունների ժամանակ համազգային մերժման տեսքով։ Բայց մի բան է ուրախացնում, ոչ թե ուրախացնելը մի քիչ կարող է ճիշտ բառ չի։ Մի փոքր մխիթար։ Հուսադրում, հա, մխիթարում, որ մեծամասնություն։ Չէ, բա հայ, առաջինն է դա, երկրորդն էլ որ այսքան ճնշումներով, ռեպրեսիաներով հանդերձ, այս հակակառուցությամբ հանդերձ 550-600 հազար մարդ կա, որոնք գնում են, որ այս մարդուն դեմ են քվեարկում։ Ես համոզված եմ, վաղը այս ուժերներ չլինեն, Աստված տա լինեն, նոր ուժեր կան, էլի այդ մարդիկ Նիկոլին դեմ են լինելու անհնար է, որովհետև Նիկոլին կողմ լինելը նշանակում է կողմ լինել Արցախի հայաթափմանը, կողմ լինել Արցախի ադրբեջանացմանը, կողմ լինել ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, կողմ լինել անկախության հռչակագրի բովանդակությանից հրաժարվելուն։ Բայց մի բան կա, կներեք, լավ, մի լրացում ընդամենը ուրցո, մի հարց չեմ տալի։ Մի լրացում, մի կարճ, բայց ուղղակի փաստը նա է, որ ինչքանը որ մենք դեմ ենք լինում, այնուամենայնիվ կանգնում ենք փաստերի առաջ, կորցրեցինք Արցախը ու վերջ, ոնց որ թե մարսեցինք, ես չեմ ասում Արցախի հարցը փակված է, ճիշտ հասկացեք, բայց այս բան մարսեցինք, եկեղեցու դեմ գրոհը ոնց որ թե մարսում ենք, տարածքային մեր մյուս կորուստները մարսում ենք, Տիգրանաշենի կորստի առաջ են կանգնել քար լրություն։ Ցանկաց արդեն 20 թվականից հետո քանի շարժում ա եղել ընկեր ՀՓՇ, դիմադրություն, Բագրատ Սրբազանի, հետարանքում կոմիտեի շարժում մի հատ էլ այս ընտրարշավի ընթացքում 5 շարժում ու ամեն շարժումը երբ որ չի ստացվում, մարդիկ հուսահատվում են, դա էլ է նորմալ։ Այո։ Դա էլ է բնական։ Դու չես կարող միշտ վերել կապես, դու չես կարող միշտ շնչես, պետք է մեկ էլ արտաշնչես, էլի։ Այդ որ հաշ շնչում ես, շնչես, պետք է արտաշնչես։ Հիմա մարդիկ չեն կարող միշտ պայքարի մեջ միշտ լույս չի լինում, էլի լույսը ալնում, հետո բութը ալնում, այսինքն այդ ապացիանել է, այդ հուսահատությունն էլ է բնական, բայց դա չպետք է անվերջ տվի, իմ մոտ էլ մի շատ ա եղել, ես չեմ բան անում, հա ոչինչ, մարդիկ խոսում են, ես բան չեմ անում, էլի, ես երբեք չեմ խափում, ասում ես միշտ բան եմ, նույնիսկ ես որ թվում է այս պայքարի առաջի օրերից միշտ պայքարել եմ այդ ազգային բովանդակության պահպանման համար, իմ մոտ էլ ա եղել հուսահատության պահեր, իմ մոտ էլ ա եղել, որ ես մտածել եմ քաղաքականության մեջ մնամ, թե չմնամ, իմ մոտ էլ ա եղել, ասեմ, այս ամեն ինչի համար է, իմ մոտ էլ ա եղել, որ մեկա չի ստացվի, բայց հա մի քանի օր անցնում է կամ ամենաշատը մի ամիս, երկու ամիս, հետո դու էլի հասկանում ես, որ ընկեր հայրենիքի արժեքի համար պայքարը դա հավիտենական է, եթե տենց լիներ, Գարեգին Նեժդեհը էմիգրացիայում ցեղագրոն շարժում չէր ստեղծել, էլի։ Կասե դե ես մեկ արդեն գնացի պրծա։ Այս աղմուկ աղաղակին նաև կուզեն նաև անդրադառնալ, որ այս իշխանությունները նաև մարդկանց նստացրել են նեռի կծիկի վրա։ Նայեք, փողոցները
քանի փողոց է, հա, սինխրոն իրար հետ միասին քանդած։ Այս խցանումները, որը վաղը չգիտեմ, այդ խցանումների տակից ոնց են դուրս գալու ու ամեն օր այս էլեկտրական մեքենաները շատանում են։ Ես օրինակ արդեն մտահոգված եմ սեպտեմբերին, երբ որ դասերը սկսեց, քաղաքը կոլապսի է ենթարկվելու, ու այս դա խնդիր է կոմպլետ։ Բայց պարոն Շարմազանը, հիասթափության մասին ես կուզենայի խոսեինք, նայեք, 1.500.000 մարդ դուրս եկավ գնաց ընտրության, դա կարծես աննախադեպ է իրականում, որովհետև մեր ջանքերի, բոլորի ջանքերի շնորհիվ տեսանյութեր գնան ընտրության, այո, ամեն բան հնարավորինս արեցին, որ գնան մարդիկ ընտրեն։ Բայց երբ որ մարդիկ սկսում են անտարբերություն ունի պատճառները։ Հիմա մենք այս անտարբերությունը 500.000-ից եւ մի քիչ էլ երևի շատ մարդկանց մեջ որոշ դեպքում փորձել են կոտրել եւ մարդիկ գնացել են ընտրության, բայց այս նաեւ ընդդիմության բացի շնորհիվ, օրինակ հենց մարդիկ ասեցին, որ մենք մանդատ ենք վերցնում գնանք, մի մեծ ալիք բարձրացավ, չէ՞, մարդիկ ստատուսների միջոցով, գրառումների միջոցով, նաև երբ որ լրագրողները փողոցում հարցումներ էին անում, մարդիկ դժգոհություններ էին հայտնում, որովհետև ասում էին, ախպեր, դու մեզ ասել ես Սամվել Կարապետյանն է լինելու մեր վարչապետը։ Սամվել Կարապետյանը չեղա մեր վարչապետը հերիք չի, հիմա էլ դուք նստել եք բանը, դրել եք այդ բողոքարկում եք, հա, Նիկոլի սահմանադրական դատարան ժամանակ եք շահում, կենտրոնական նծարական հետո նոր սահմանադրական։ Այս ինչ խաղեր եք անում, դուք ինչ չգիտեիք, որ սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացնելու։ Երբ որ սահմանադրական դատարանը որոշում կայացրեց եւ իրենց հայտարարությունը եղավ, որ մանդատները վերցնում են գնալու են ազգային ժողով, հիմա այս 500.000-ի մեջ մենք ոնց ասենք, որ գիտեք ինչ, հա, Գարեգին Ուժդենների ժամանակին եւ ես ասում ենք ողբերգական վիճակում։ Ինչ օրինակ այդ մանդատի տեղը չգիտեք, այսօր հեռախոսներից լավ չի։ Ինչ է օրինակ հանրապետականը մանդատի տեղը չգիտեր, ինչի դուք չգնացիք, չմասնակցեցիք։ Այսօր էլ կարայիք գնայիք մանդատ վերցնեիք, կենսափորձունեիք, քաղաքական ճանապարհ անցեք, գուցե դուք ավելի լավ կարողանաք։ Մեր նախագահն ասել է, մեր խնդիրը ինքնանպատակ 5 կամ 6 մանդատ ունենալը չի, բայց հիմա տեսեք էլի ազատ ազնիվ խոսում ենք, չէ՞, բաց քննարկում է, բաց քննարկում է, տես Հիմա ազատը չգիտեմ, ես ինքը բացում։ Իմ մոտ միշտ բան է, այդ մտահոգությունն եղել է, միշտ մտածել եմ, էլի, ասել եմ լավ, այս ընտրաշավի ընթացքին ֆրոնդիմության ղեկավարներն ասում են, ոչ միայն Կարապետյանը, բոլորն էլ ասում են, էլի, որ Գյումրի 2 կամ հաղթելու են կամ հունիսի 8-ին ինքը չի լինելու։ Ես քանի որ փորձառու քաղաքական գործիչ ես, դու միշտ նայում ես մի քանի քայլ հետո, էլի։ Ասում եմ լավ ախպեր, հունիսի 8-ին բաղ եթե Նիկոլը ընտրվեց, վերընտրվեց, որը մենք տեսնում էինք, էլի։ Որովհետև ոչ թե ժողովուրդը ինչ կգնում է Նիկոլի համար, իհարկե ինքը ունի նաև բերեք ընդունել կտրողների շատ լուրջ ընտրազանգված ունի եւ բոլոր սոցիալական հարցումներով ինքը սոտկի առաջինն էր։ 50+ չուներ, բայց առաջինն։ Բայց նրանք գումար են Տրամպի աջակցությունը, Ուրսուլա ֆոն դեր Լայանի աջակցությունը, բանի Մակրոնի աջակցությունը, Էրդողանի աջակցությունը, դա լուրջ բան է, պլյուս դրան, այսինքն եթե դու մտել ես խաղի մեջ, դու 11-ի փոխարեն 15 հոգով ես խաղում։ Սույզան քո կողմից է, դիմացի թիմը ո՞նց է քեզ հաղթելու։ Ու ես միշտ մտածում եմ, լավ, ամսի 8-ի որպես խոստումներ են տալիս։ Բավոր չեղավ։ Ոնց են իրացնում։ Այս հիասթափության տակից մենք ո՞նց ենք դուրս գալու։ Մենք մեր տաղավարներում հարցել ենք, լամպը ունենք, իրենք բացարձակ ասում եք, չէ, զրաստեք ժողովուրդը հիասթափել է, բան, ինչ են ասում մեր դժբախտությունների պատճառը մեր սխալ սպասումներն են։ Այո։ Ես սխալ սպասում չեմ ունեցել, դրա համար հիմա ես եկել եմ ձեր տաղավար, ես ոչ թե շատ խելացի եմ, բայց առաջինը պատմաբան ես, պատմաբանը գիտի ես փուլին ինչ աջակցում, այս աշխարհակաղակական փուլում, այս իրավիճակում, այս աջակցությամբ ես ընտրություններով ու առանց փողոցի գեներացման ես չէի պատկերացնում, որ հնարավոր է։ Ես չեմ ուզում մեղադրեմ, բայց երկու բաներ մենք ենք էլի ասում, մի քանի շապիկ էլ մենք ենք մաշել քաղաքականության մեջ, կարելի է մեզ էլ լսել էլի։ Երբ որ տարիքից առաջ ասում ենք impeachment-ը, մենք չենք ասում impeachment-ը եթե անենք 100% երաշխավորված է լինել։ Բայց մենք ինչ ենք ասում, ասում ենք ժողովուրդ, տղեկ ջան, չի կարելի Նիկոլին թույլ տալ կոմֆորտ զոնայով գնա ընտրության։ Մի բան է, որ դու գնում ես ընտրության քաղաքական լարված իրավիճակում, ես իշխանություն եղել եմ, գիտեմ էլ ինչ այդ լարվածը։ Քեզ թվում է Շարմազանը վնդահաշը փոխնախագահային արտորին նստած է ու այսպես բա չէ, երբ որ
փողոցը լիքներում կարջան։ Մենք նույնիսկ քաղաքական հակառակորդների ժամանակիները, չէ՞։ Երկար ժամանակ պայքարել են իրար։ Այդ աթոռը ճոճվել է, երբ որ փողոցը մարդ չէր ել, հակը միտինգ չի արել մինչև։ Մենք կոմֆորտ զոնայում այր։ Մի բան է, որ հակը ունի 50,000-ից ամբողջ օպերա հրապարակը լստում է Քայլարշավանում, մի բան է, որ հակը ընդամենը 7 հոգանոց ֆրակցիայով գալիս է խոսում է, փողոցում էլ մարդ չկա, հա 6 ամիսը 100 հոգի գալիս են ինչ-որ ակցիա են անում։ Հիմա նույնը մերն է, ես ասում եմ ժողովուրդ չի կարելի կոմֆորտ զոնայում թողալ Նիկոլը գնա ընտրության։ Երկրորդը, եթե Ալամ աշխարհը, գոնեք ժողովրդավարական կոչվող աշխարհը, աջակցում է ընտրությունից առաջ, դու Միացյալ Նահանգների աշխարհի սիրենք, չսիրենք թիմ մեկ, գերտերությունը Միացյալ Նահանգներն են։ Եթե Միացյալ Նահանգների նախագահն ընտրությունից մի քանի օր առաջ գրառում անում, Մակրոնը գալիս է այստեղ, փաստացի Քարոզ Արշավյան մասնակցում Նիկոլի հետ։ Էլ չեմ ասում Ուրսուլա ֆոն դեր Լեյան եւ այլն։ Ֆիդանը մինչ հայ կազմակերպում։ Դու ոնց ես դու կամ քաղաքական դու պետք է ընդհանրապես քաղաքականապես հաշվարկ չանես, չեմ ուզում ուրիշ բառ ասեմ, էլի, որ այլ ընտան։ Իսկ հիմա որ դու ասում ես այդ հիաստապությունը առաջացել է Արտուր ջան, որովհետեւ սխալ սպասումներ են առաջացել մարդկանց մոտ։ Երբ որ դու սխալ սպասում, դու տեսել ես մենք 18 թվից հետո որևիցե մեկս ասեք մենք մենակով կարան գանք տանը, այդ որ ասում եք բայն դու ինչու չեք գնում, ինչու չեք վեկալու գրոշում էր ձեռ, իհարկե հանրապետական կուսակցության կադրային բազայից շատ ճիշտ կուսակցություններ կան, որ ունեն եւ քաղաքական գործիչներ եւ բան, բայց մենք մեզ չենք խոսում, ինչու որովհետեւ մենք գիտենք մեր քաղաքական կշիռներ, լեգիտիմության չափներ, աջակցության չափներ։ Հիմա ես կանգնեմ եմ ասեմ հանրապետականը գնահատության 25% կհավաքել։ Կարող է զեն չանես կուլտուրական մարտեր, բայց հետևիցս խնդաս էլի։ Ադեսի կտած Ռամազանը, օրինակ նայեք, եթե իշխանության լիներ, չգիտեմ, X1-ը Նիկոլը լիներ էլի ընդդիմություն։ Դու պատկերացնում եք, կլիներ այն վարչապետ, ով ժամը 2-ին ընտրության հաջորդ օրը, հա, կեսգիշերին կմտնի լայվ ու կասի ես այլևս վարչապետ եմ, ընտրվել եմ։ Ու Նիկոլը տենց խելոք կգնար ու կսպասեր, որ հաջորդ օրը կամ մյուս օրը կենտրոնական ընտրական հանձնաժողով պիտի։ Մենք արել ունեցել ենք խոսելու եւ բողոքեր, ասել կքներ ընդեղ, դուրը կջարդեր, մենք տեսել ենք էլի Նիկոլին։ Բայց մի բան ասեմ, նորմալ է դա, դիմադի։ Իհարկե նորմալ է։ Այ որ պարոն Շարմազանովը ասեց, այ այն ժամանակ եթե հակը դա չաներ, մենք sense բազմոցին, չէ՞։ Այս եմ ասում։ Օրինակ նույն այս համատեքստը նույնպես նախընտրական Քարոզ Արշավի ժամանակ տպավորություն է որ Նիկոլ Փաշինյանը եւ որպես իշխանությունը երբեմն հանդես գալի եւ որպես ընդդիմադի իրան ընդդիմությունը ամենակարևոր բանը ես նորություն կարդամ ու շարունակում ենք պարոն Շարմազանը Դավիթ Խաչատյանը լքում է Էդմոն Մարուկյանի ղեկավարած կուսակցությունը այս չգիտեմ ինչի լուրը բերեցին որ ես պիտի կարդամ գնացին պրոստո սիրանցել լավ լինել հիմա բայց տեսեք հաճելի դու է այն քաղաքական հիմա ինչի՞ց ենք խոսում որ Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր է տես արկար ինչ կարևոր բան եմ ուզում ասեմ մեր մոտ абսուրդ է հասել այն աշանի դասական քաղաքականության մեջ միշտ հարցեր տալիս է ընդդիմությունը մեղադրում է ընդդիմությունը այս մարդու ճակերտոցը ֆենոմենը ինչի մեջ է ինքը 8 տարի է վարչապետ է շատ ճիշտ ասում փողոցը դեռ իրանն է այո փողոցը դրա համար ինքը 8 տարի է ես ինձ էլ եմ քննադատում նես չի որ ես Ինչ չեմ քննադատում, բայց Նիկոլը, միջև Նիկոլից փողոցը չվերցնես, Նիկոլը երբ է խելոքանում, Բագրատ Սրբազանի շարժմանով փողոցը ժողովրդի ՀՊՇ-ի ժամանակ, դիմադրության ժամանակ, բերեք ընդունենք, որ այս Քարոզ Արշավի ընթացքում մեկը կասի բերվա ժողովուրդ էր, մեկը կասի ստացար, բայց փաստը նա է, որ փողոցը իրանն էր։ Ինքն էլ միտինգ անում, միկրոֆոնը ձեռով է կալած, սաղին հաթաթա է տալի, ամբողջ աշխարհում հաթաթա տալիս է, քննադատում է, գոռում է, մեղադրում է, սպառնում է ընդդիմությունը։ Մեր մոտ հակառակն է, մեր մոտ ընդդիմությունը պաշտպանվում է։ Ու ես միշտ ասեմ, քաղաքականության մեջ չի կարա պաշտպանողը հաղթի։ Ընդ որում Նիկոլ Փաշինյանը այս նախընտրական Քարոզ Արշավի ժամանակ շատ հաճախ չասեմ, բայց երբեմն նաև հենց իր իշխանությանն էր քննադատում էր ու այն կնքահայր ֆիլմում ոնց է որ ասում է Դոն Կարլեոնեն ստեղծում էր խնդիրներ եւ լուծումների ստեղծած խնդիրները ու արդյունքում նրա համար ում խնդիրներ ստեղծել նա մնում էր շնորհակալ։ Հիմա տես, այն օրը կանգնում է դատավորներից արտադատությունից բողոքում է, չէ՞։ Այ ախպեր, 8 տարի վարչապետը դու ես։ Այդ դատավորները մեզ մասին դու ես նշանակել։ Ումից այդ Պաշտոնյաներն դու ես նշանակել 8 տարի է։ Ումից է ինչ բողոք։ Դու Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի շատ երկար ժամանակ ես կառավարում։
Տեր-Պետրոսյանը 91-97 8-ին, հա։ 91-98 փետրվարի 3-ին, չէ՞ գնա։ Դու էլ ախպեր 2018 արդեն 2026-ի կես եղավ։ Դու Տեր-Պետրոսյանից ավելի երկար ես կառավարում արի ախպեր ջան։ Դու պատկերապես Լևոն Տեր-Պետրոսյանին հարցնային, ասել Տարես Սերոպիշն է մեղավոր, Վլադիմիր Մոսիսյանն է մեղավոր, Արտոն Քոչինյանն է մեղավոր, Զարուբյանն է մեղավոր։ Սա ֆենոմեն է։ Ու ես զարմանում եմ ժողովուրդը լուտում է։ Այդ ցավը տանեմ, բոլոր հարցերը պետք է տան իշխանություններին։ Ես մի բան կարամ ասեմ, 2010 թվականի մայիսի 8-ից մեր կյանքում քաղաքական, հասարակական ինչ կատարվում է, եւ դրականի պատասխանատուն է Նիկոլ Փաշինյանը, եւ բացասականի։ Այս մարդը դրական իրանա վեկալու, բացասականը Սմոուշների գրպանը։ Հիմա բայց աշխատում է ինչ որ միտեղ։ Հիմա Պողոսը չգիտեմ ինչ հավաքական կերպար է դարել։ Պողոսը նայում է ասում եմ արդյոք ճիշտ է, էլի, այս մարդը ուզում է այս հարցերը լուծի, բայց այս դատական համակարգը խոչընդոտում է այս մարդու աշխատանքներին առանց։ Անալի Սիմոնյանն է շարժառում, Դեյրան ուղարկին, հա։ Այստեղ դուք հարց ունեք, ասում են օրինակ ինչու դուք չմասնակցեցիք եւ թողեցիք քաղաքական ոչ մի բաներին դաշտը։ Դե չեմ ուզում ոչ մի բաներ ասենք, բերեկորեք խարտահայտվենք, մեր գործընկերներն են, մենք չմասնակցելու մասին Արտուր ջան շատ ենք խոսել։ Իմ կարծիքն եք իմացել, մենք ուսակցությունում 2 ամիս շատ խիստ քննարկել ենք, շատ խորը, շատ ցավոտ որոշում ա եղել, որովհետեւ մի մասը կողմ էր, մի մասը դեմ էր, բայց ինչի՞ չեք մասնակցել ուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 4-ին համագումարում ասեց, առաջինը այդ ներկա նախկին այդ սուտի բանավեճից։ Որովհետեւ դժբախտաբար հասարակության մեջ էլ ընդդիմադիր հատվածում էլ կային մարդիկ, որոնք մեզ մեղադրում էին, ասում էին դուք քանի կա, ու երել է։ Ես միտինգի գնացել եմ, մարդիկ, որ եկել են Նիկոլի դեմ միտինգի, ինձ տեսել ասլա Շարմազանով ջան, դու աշուծան է, որ չկաք Նիկոլը կգնա, հենց ժողովուրդը ձեզ տենում ա դուք ստեղ եք, դա գիտես ինչ ցավալի ա լսել է։ Այսինքն մարդ, որ 18 թվականից Նիկոլի դեմ պայքարում ա, այն կողմը մեզ կաշառակ էր թալանչի, մալանչի ինչ ասես ասում, բայց սրանք էլ ասում, քո գործընկերները ասում դու մի եղեք։ Ասում ապեր, հենց դուք չլեք, Всё, մենք էլ ասում ենք ախպեր, մենք դրա հետ համամիտ չենք, բայց եթե մենք ենք խանգարում, մեր ներկայությունն է խանգարում, մեր առաջի շարքում ակտիվ մասնակցությունն է խանգարում, պաշալուստը, մենք հետ ենք հաշվում, ու դա ասել է քաղաքական դերակատարները հրապարակային, ապրիլի 4-ին մենք դա ասել ենք։ Երկրորդը, որպեսզի ընդդիմադիր դաշտը չպառակվի, էլ ավելի չպառակվի։ Եվ երրորդը մենք չենք նստել թախտի, սպասել բախտի։ Նույնը նաև Վանեցյանի կուսակցությունը, Հայնի կուսակցությունը, նույն այդ մարդիկ էլ հետ քաշվեցին, իրանք էլ չառաջացան։ Որ մանդատ ունենալ, ուղղակի խմբակցություն ունենալը ինքնանպատակ չի։ Այո, ինքնանպատակ չի։ Հիմա տեսեք, հիմա գցենք նես ջելի որ մեր քաղաք։ Հիմա ուրիշ է։ Առհասարակ իհարկե քաղաքական գործի տեղը պարլամենտն է, բայց այս պարլամենտում մի հարցի էլ անդրադառնանք, որը շատ կարևոր է, ուղիղ առնչվում է հասարակական այս պասիվության, հարաբերական պասիվությունն ասեմ, թե բարից բուն իմաստով պասիվություն ասեմ, չգիտեմ, բայց նայ, այս օրերին կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, չէ՞։ Ունես զրկում է նա, մարդիկ մնացել են առանց աշխատանք։ Yəni կալանավորվել է մի կողմ է, բայց շոուները։ Հա, այդ արժանապատվությունը նվաստացնող 70 տարեկան մարդուն գետնին գցել անհարկի ընդ որում է, մարդը ոչ դիմադրությունա ցույց տալու ոչ բան ու ցուցադրել, այսինքն նպատակը ստորացնել մարդուն արժանապատվության այդ խաղալ ու այդ կներես, ու այդ մարդը Իրակի օրը գրում է պատարագի խոսում է քրիստոնեությունից եւ համերաշխությունից ու սիրուց։ Հələ քրիստոնեության ամենագլխավոր բանը սերն է, ներողամտությունն է ու դիմացինի արժանինքները հարգելն է։ Դու ոնց կարա քրիստոնյա մարդը ուրախանալ, որ դիմացինին ստորացնում, թեկուզ եթե մի կողմ դնեք Ծառուկյանի ցերու, այդ դիմացինը թեկուզ քվանդեմ սխալելա գործը։ Դու ինչ իրավունք ունես, ասինքն կապ չունի, եթե մարդ կայֆ աստանում կներեք այս բանը դիմացինին ստորացնելով կապ չունի էլ էդիովա ես ցավը տանեմ ես նորմալ եմ ասել ես քաղաքական պաշտոնյա եմ եղել ասխալական չեմ եղել պետական պաշտոնյա նույնիսկ վրեժ լուծեց կենթարիներից հա բայց ես ինգեր այդ լեցակտել ա եղել ամեն ինչն է չէ բայց ես նույնիսկ հրապարակային երբ որ ինձ վայողը մեղել տեսնեմ եք շտիստեն վայ կամ մեկին նեղացնել եմ հրապարակային ներողություն եմ խնդրել
Այդ բարձրախոս անջատելը ես հիշում այդ ժամանակները։ Ես դա քննադատում եմ, բարձր մակարդակով էր քննադատում։ Այսինքն լուրջ ռեպրեսիա է, չէ՞ դիտվում։ Հա, այսինքն այնտեղ երբ որ Պոստանջանը ինչ որ բան ու եղել է դեպքեր, պարոն Պոստանջանը 10 րոպե չէր գնում, ավարտել է խոսում եք, հիշեք։ Ես ինչ ասի։ Ասի սիրելի падգամավորներ, ջեր մեջ մի հատ ջենտլմեն չկա եկնիկի Պոստանջանին, ջենտլմենաբար, բանեք, այդ եք արել։ Կամ ասում է ախ զառա, քեզ դայտալի շարը։ Հումորի պետք է վերացնել։ Լավ էր ու ես հիշում եմ մի անգամ, չգիտեմ ինչ օրինակից պիտի քննարկվեր, պիտի քվեարկեին, չգիտեմ ինչ, բանը Պոստանջանը ինչ որ դրսից մի տրցակ թող տվեց, օրմատիկ գալուց Սահակյանը, գիշեր երևի որ այդ թղթերը մոտեցավ Զարուին սկսեց, ուրեմն ես մտնում եմ ազգային ժողով, հիմա եթե ես լիներ, այս իրականության մեջ լիներ ու ես այդ տպցակներով մտնեի ազգային ժողով, ես վստահ եմ ինձ փակեին կտաներին ու կմտածեի, որ ես այդ տպցակով թուղթը տնկալվեր որպես ռումբ, վստահ եմ, բայց ասենք այդ ամեն ինչը արվել է եւ այդ քաղաքական անցուդարձ որպես այդպեսին ինքը առողջ էր դիտվում։ Բայց հիմա վերադառնանք մեր օրեր։ Այո։ Հենց այս պահին ինչ Ես կատարվում է։ քանի որ Ծառուկյանից խոսք գնաց, այդ հայտնի տեսանյութը երևի բոլորս ենք տեսել, այդ պապի միջին տարիքի մի մարդ էր, ասում է, բա այս իշխանությանը իզուր գնացի, ընտրեցի, որ Ծառուկյանի մոտ է աշխատում այս մարդը, հասկանում եք։ Հիմա Նիկոլ Փաշինյան, ես ուզում եմ կոնկրետ հարց տամ քեզ։ Այն որ դու ասում ես կաշառք են վերցրել, մարդկանց հրահրել են գնան ընդդիմությանը ձայն, բայց այս մարդը ունեցել է հազարավոր աշխատողներ, բայց մի անգամ խի ժողով չի արել, ասի ապեր, գնում ես վաղ ինձ ես ընտրում, որտեղ ես եմ քո հացը ապահովում, քո ընտանիքի հացը ապահովում։ Նայ, Արտուկյան, հենց այս մարդը ասում է, ինչի գնացի Նիկոլին ընտրեցի, որ պիտի այսօր Ծառուկյանին փակի, ես մնամ անգործ։ Նայ, հələ այս մեկը մնացել է անգործ, իդեպ մեկը չէ, մոտ 10,000 հոգի մարդ մնացել է անգործ։ Այ օրինակ, որ անցնում ես Աբովյան փողոցով, չէ՞ կինո Մոսկվայի դիմացի շենքը հաուկնա սպորտսմենների նկարները Ծառուկյանի հետ նկարված, Արուս Կավկասի եթե չեմ սխալվում, հիացած էր Ծառուկյանով, գովերքում էր, այո, գովերքում էր Ծառուկյանին, հիացած էր սպորտսմենների մեջ կա մարդ, որի կնքահայրն է Ծառուկյանը ու ես վստահ եմ, որ չէ Ծառուկյանն էր եկե խնդրում, որ ինչ կլինի արի ես քեզ կնքեմ դառնամ քոքավոր, այլ հակառակն է տեղի ունեցել, նայ հիմա սակայն քարլրությունը նաև այդ մարդկանց մեկին տուն, մեկին բնակարան հիշեցի Արտուր, ստե կարևոր բան է դուրս գալուց որ ասում է։ Չէ, դուրս գալուց որ ասում է այդ եթերային չի։ Հիմա դեսի ինքը գրում է զավակս, իր տողունա գրում էլի։ Անդե մի հատ ֆանտաստիկ խոսքեր կա մարգարեական։ Ասում է մի զայրանը Քանզի անձի դեմ ապերախտողը շունչ է, այլ մարդ։ Դրանով ամեն ինչ ասված է։ Մարդիկ երախտամոռ լինելու լինում են նաև անաղուած։ Այո։ Երախտամոռ լինելու հատկություն ունեն, էլի։ Ու դա միայն Ծառուկյանը ով որ լավությունը է դրան չի վերաբերում։ Ինչի 18 թվականին ովքեր են ելել ներդեմ։ Այս սովորական ժողովրդի հետ մենք խնդրեմ չունենք։ Նես չէ մենք ասում ենք մենք եղել ենք մի հատ ոսկի իշխանություն, վայ ոնց է, չէ մենք ունեցենք բազում թերություն։ Ժողովուրդը սպասելիքներին չենք արդարացրել, անարդարություն որոշակի եղել է, կոռուպցիա բան դուրս, բայց դա եղել է, բայց այն մարդիկ Կարեն ջան, ով որ դրանից 2 օր առաջ իստենում էին։ Իրաց կամքով Ավտոները կանցնում էին, իշտում էին, մեծ աղբեր բան մաս, հələ ես իմ պահով եմ ասում։ Հետ էինք այնում։ Այո։ Գալիս էին ասում երեխուս քավոր կանգնի։ Հիմա աղբեր կարող ասեն, իր ասված իրանց հետ ինձ վատություն չէ կարել։ Ես ազատվել եմ իմ շրջը այդ ձևի մարկանցից։ Ես 18-ին տեսել եմ Ասիկա մի զարմացեք է։ հրապարակներում Կարեն, ով հիմա չեմ ասում ով ա եղել, բայց այդ մարդու երեխեքին շատ վատ միջադեպ եղավ, գնացել էին բանակ էին գնացել ու այդ մարդիկ 16 թվին հետ բերեցին այդ երեխեքին, նորից անցավ բժշկական հետազոտություն անցան եւ հասկացան, որ այս երեխեքը պիտի չծառայեն, այսինքն ծառայությունը որպես այդպեսի կիսատ մնաց։ Ես ստացվեց այնպես, որ այս իշխանության օրոք 16 թվականի իշխանության օրոք այս երեխեքը հայտնվեցին իրենց տանը։ Այս մարդիկ, ովքեր որ ասես ողջավորված էին եւ օրհնում էին, հա, օրվա իշխանություններին, ես 18-ին այդ մարդկանց գիտեմ։ Սևանի շատ այդպես բան հող էր իրանց տան գետին, այսինքն
Այդ մարդիկ հայտնվեցին 18-ին Սերժեի մերժում, երբ որ ես ասեցի չէ որ Սերժի ժամանակ են ձեր երեխեքը փրկվել այն ամենայնիվ։ Մեկը աչքերի խնդիր ուներ, մյուսը ողնաշարի խնդիր ուներ։ Ասեց բաց նրանք մեզ թալանել են, չգիտեմ ինչ են արել այս կոմենտում, ասեցի ես այդ տանը եղել եմ էլի, այդ հողոտ գետին են ինչն են թալանել էլի։ Ու այս երեխեքը 44 օրյային գնացին կռիվ ու ինքնական գնացին կռիվ։ Երկուսից մեկը չվերադարձավ։ Ես էլի հոգեհանգստին գնացի իհարկե։ Ուզեցի անպայման մամայի աչքերին նայեմ, դենտեղ արդեն ստացվեց այնպես որ դու ճիշտ էիր եւ այլն, բայց ես մի մոռացի որ 18-ին էլ ես էլ եմ եղել իր ապարակում, հարցը ես երևույթի մասին եմ խոսում, այդ անաղոհած վիճակները։ Եվ նաեւ արդից օգտվենք Արմեն Աշոտյանը, քանի որ քաղբանտարկյալ է, շուտապույտ ազատում եւ նաեւ բոլոր քաղբանտարկյալներին, հա, որովհետեւ մենք գիտենք այսօր քաղբանտարկյալները իսկապես բռնաճնշումների եւ այս աննախադեպ քանակությամբ քաղբանտարկյալ ամեն օր ռեժիմով ավելանում է։ Երբ որ Արմեն Աշոտյան առաջ անգամ կալանավորվեց 2.5 տարի առաջ, դա աննախադեպ բան էր, էլի։ Այո։ Ամբողջ հասարակական ուշադրությունը բա։ Հիմա քաղբանտարկյալներն այնքան շատ են, շատ, որ զարմանում ես, որ օրինակ մեկը օրինակ ես դու կամ մեկը էլ դուրս ենք, էլի։ Հայրենիք կուսակցությունից Խաչիկ Գալստյանը, որը ճիշտ է տնային կալանքի մեջ է, բայց էլի կալանքի տակ է։ Արդարացված չէ։ Բոլորը շատերը, համիտես։ Հիմա այս ընթացքում որ նայում ես, դու ջոգել ես քաղաքական գործիչների մի լուրջ տոկոս կա, որը կամ տնային կալանքի տակ է, կամ կալանքի տակ է, ինչպես Արմեն Աշոտյան, կամ մեղադրանք կա, կամ էլ վարչական հսկողության տակ է։ Մենք ունենք կին քաղբանտարկյալ։ Քաղաքական գործիչների 90%-ի սեկտը փակ է։ Ընդ որում հասարակության բոլոր շերտերը ներգրաված են, հոգևորականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ, բլոգերներ, բոլորը հավասար են։ Հիմա հոգևորականություն, մենք Միքայել Սրբազանին, Բագրատ Սրբազանին, Արշակ Սրբազանին, այդ մարդկանց այդ ինչքան ինչու տարան բռնին կալանավորին, հիմա այլ թողել են։ Մեկը պետք է պատասխան տա։ Բայց էլի կալանքի տակ էր հարաբերական իհարկե, կամ Մկրտիչ Սրբազանին։ Մարդկային ճակատագրեր են, որի պատասխանը այո, բայց հիմա անդրադառնանք պետական ապարատին, հա։ Օրինակ դու որպես նախկին իշխանություն, լավ հենց ազգային ժողովի վրա օրինակը բերեմ։ Հիմա ակնհայտ է որ օգոստոսին արդեն Ռուբեն Ռուբինյանն է լինելու ազգային ժողովի նախագահ, Ալեն Սիմոնյանը հեռանում է։ Սակայն հեռանալուց առաջ ինքն իրեն ուղարկել է արձակուրդ, լավ է արել, իր իրավունքն է, թող գնա արձակուրդ, օգնել է ու թող հանգստանա, բայց դրան զուգահեռ նաև հերթական անգամ արգելադրել է ազգային ժողովի պետական ծառայողներին։ Այսինքն հիմա ամառվա այս սեզոնին, որ ինչ-որ կարծես ակտիվ այսինքն արգելադրում է ինչ-որ հրաժեշտի շնորհակալություններ, ասենք ինչ-որ խրախուսումներ։ Ինձ լավ ու վիշեկ է։ Այլ ինչ մոտիվացիա ունի գնալուց առաջ։ Հետո մի մոռացին, դեռ կան ալենականներ, մի խումբ, որին ինչ-ինչ պատճառներով վաղը մյուս օրը պետք է լինելու կամ պետք չի լինելու։ Օրինակ դուք ցենց պարգևատրումներ անդադար, սրան նրան։ Մենք պարգևատրում արել ենք տարի մեկ անգամ ամանորից առաջ, գոնեին պաշտոնավարման շրջանում, աշխարհակազմին, մենք էլ պատգամավորների մոտ 25-30%-ին, ովքեր որ ակտիվ են էլի աշխատել, ասինքն պատգամավոր եղել է 5 տարվա մեջ մի հատ ծրտուն չայնային չպարգևատրես։ Ասինքն նաև քաջալերման կամ օրիզական գործունեություն չի արել էլի, կոնստիտուցիաների չեկել քվեարկել գնացել է։ Մեր ժամանակ տենց է եղել, ասինքն մենք փող չկար այն ժամանակ բան շարունակել։ Ոնցով տանը, մենք այն ժամանակ խիստ լուրջ եմ ասում, այլ ասում են թալանում են բանը։ Ես գլուխ չգովամ, մենք էկոնոմ ռեժիմի վրա նստած ենք։ Ես այժմ փոխնախագահ եմ եղել, կյանքում բիզնես կլասով թռած չկա, որովհետև պետք է միշտ էկոնոմ կլասի տոմս առնենք։ Երկրորդը, կյանքում օպերատոր հետս տարած չկա։ Մի անգամ եմ մենակ օգնական տարել։ Դե դուք այնքան Ես գնում ենք այնտեղ։ Գորոզեիք, դուք սկիզբ Facebook-ան էջեր չունեիք, պարոն Շարմազան։ Գնում ենք այնտեղ դուրսը, մենք գնում ջնջում ենք, ուղարկում ենք որ ստեղ դնեն, ասիկա, այս մարդիկ որ գնում են շքախմբով։ Այո։ Միած նկարում են նախապես։ 1001 պետք է որ գցենք արժե նախագահը միտեղ գնում է, փոխնախագահը հետ է լինի։ Այդ էլ մենակ մի դեպք եմ ելնում, երբ որ դու բարեկամության խմբի ղեկավար ես, էլի։ Դա է եղել։ Հիմա այս հետո Արտուր ջան, ես 8 երկրում Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Սլովակիա, Հունաստան, Կիպրոս, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ 8 երկրում 15 թվականին
ցեղասպանության թանգարանի ցուցանմուշների ցուցահանդես, էքսպոզիցիայի ցուցահանդես եմ կազմակերպել։ Այդ երկրների parlamentum ներսը ու պատմության թանգարանում։ Այդ երկրների ամենացածր պաշտոնյան հետս որ բացել է եղել է այդ երկրի փոխնախագահը։ Սլովակիայում եղել է նախագահ ազգային ժողովի։ Այսինքն մի կոպեկ, բացի տոմսի փողից, մի կոպեկ ազգային ժողովը կամ մեր բյուջեից չենք վեկալել։ Դա ամբողջ արել ենք մեր ուժերով։ Ընկերների ուժերով, համայնքի ուժերով, մեր ուժերով, հասկանում ես։ Դες բան չի եղել։ Որ մի հատ մենք պրեմիա գրեինք մեզ։ Իմ համար ամենամեծ պրեմիան է եղել, որ ես պետական պարգև եմ արժանացել, այդ իմ համար գիտես ինչ է, կամ ես կարողացել եմ ցեղասպանության 100 տարելիցին Հունաստանում իմ պատմական հայրենիքա երկրորդ պարլամենտում մեզ հատուկ հանդիսավոր նիստ անեմ, հանդիսավոր չէ, պաշտոնական նիստ, որտեղ պարլամենտի բոլոր պատգամավորները ներկա են եղել, մեր սրբազանն է եղել, մեր դեսպանն է եղել, ես եմ ելույթ ունեցել ու պարլամենտի ղեկավարը, բայց դարվել առած մի կոպեկի։ Բայց մարդիկ ես գիտեմ մենք առավոտ եկել ենք, բայց ասա պետք է ժողովուրդը ուրախանա, որ պետական պաշտոնյաների, պետական ծառայողների աշխատավարձները կրկնապատկվում, եռապատկվում, Ես դեմ չեմ որ պետական աշխատողները բարձր աշխատավարձ ստանում, բայց եթե պետական պաշտոնյաները պարգևավճար են, չէ՞ համարը։ Այդ աշխատանքի, չէ՞։ Այո։ Դե դու չես կարելի 12 ամիսի նույն ձևացի ամեն ամիս չէ բարձր ինչ-որ արդյունավետություն ապավեց մի հարցերի թերևս անդրադառնեմ, որը առաջին հայացքից թվում է քաղաքական չի, իրականում նեղ քաղաքական էլ չի, սակայն ցավալիորեն քաղաքական մթնոլորտը այնքան է թեժացված, որ բազմաթիվ հասարակական խնդիրներ, որի առաջ կանգնած ենք բոլորս, երեքս էլ ու առհասարակ բոլորը երբեմն անտեսվում է, օրինակ գետում մինչև չխեղդվեցին երկու անչափահաս մանկահասակ երեխաները, այդ խողովակը, որը տարիներով այդ գետի վրով անցնում էր, այդպես էլ չանվեց, պարտադիր պետք է այդ անչափահաս երեխաները մանային, որ նոր այդ խողովակը գային ապամոնտաժեին, հիմա երեք մոպեդավարը ամենայն հավանականությամբ հնդիկ, երևի հնդիկ, օտար երկրացի իր համար առաքում էր անում, մեկ էլ ծառը ընկավ, հենց տեղում մարդը մահացավ։ Հիմա նայ բազմաթիվ նման հարցեր կա, որը մինչև մահով չի արձանագրվում, այդ հարցերը չեն ստանում իրենց լուծումը։ Վստահ եմ, որ Երևանում բազմաթիվ նման ծառեր կլինեն, կիսավեր շինություններ կլինեն, որոնք ամեն քայլափոխի սպառնում են մեծ մահով։ Հիմա կարող է դուրս գան եւ ինչ-որ մի քարը գրի գլխներից։ Հիմա այս խնդիրները լուծելու համար պարտադիր պետք է ինչ-որ մահվան արձանագրման ականատես լինենք, թե այնուամենայնիվ պետք է իշխանությունները գիտակցեն, որ այն խոստումները, որոնք իրենք տալիս են նախ եւ առաջ դա իրենց անմիջական պարտականությունն է։ Բայց այդ խոստումները իրանք տվել են, կարել։ Չէ, ընդհանուր եմ ասում։ Հայ Կարեն ջան, իրանք ամենագլխավոր խոստումն են ուրացել։ Իրանք 20 թվականի հուլիսին ընդունում ազգային անվտանգության ռազմավարության ծրագիր, որը ստորագրում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ ռազմավարության ծրագրում գրվում է, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Այդ մարդը Արցախը հասնում պրծնում է, գնում է Պրագայում ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այդ էլ Սերժ Սարգսյանի կամ Հանրապետականի ընդունված ազգային ռազմավարության ծրագիրը չէր։ Նիկոլ Փաշինյանի ձեռով ստորագրված ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում գրված է, որ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, կառավարությունը։ Տակը գրած է Նիկոլ Փաշինյանն ու ստորագրած է։ Այդ մարդը դրանից ընդամենը 2 տարի հետո հոկտեմբերի 6-ին գնում է Պրագա, Մակրոնի ու Շարլ Միշելի պասով, Էրդողանի ու Ալիևի ներկայությամբ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։ Այդ մարդը դուք ասում եք պատասխանատվություն։ Ինչ պատասխանատվություն սպասես մեկից, երբ որ ինչ արել է թարս արել։ Հետո էլ ասում է անվտանգության երաշխավորն էլ Ադրբեջանն։ Այո։ Իդեպ Ալիևն է հանդես եկել հայտարարությամբ, որ Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստանը տեղափոխել ավելի քան 40 տարբեր բեռներ, բայց նաեւ շեշտել է, որ Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստանին։ Տես Արքային ջաստեղ, այս մարդիկ որ խոսում են ինքնիշխանությունից, չէ, Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակաֆենոմենն ինչի մեջ է։ Ինքը ինչ ասում է, անում է հակառակը։ Ինքը ինչ ասում է, պետք է հակառակը ջոգեն, գաշարակ հակառակը։ Դες ասում է ինքնիշխանություն, չէ՞։ Մա ռուսի ստրուկ ենք, ռուսի սապոգը պաչող ենք, Ռուսաստանի ֆորպոստ ենք։ Այսօր ինքը ոչ թե ինքնիշխանություն է բերում, բերում է Հայաստանի տոտալ կախվածությունը Թուրքիայից եւ Ադրբեջանից։
Սրան ինչ ինքնիշխանություն։ Եթե դուք նույնիսկ պարենային անվտանգությունը, նույնիսկ էներգետիկ անվտանգությունը դնում ես Ադրբեջանից կախվածության տակ, նույնիսկ քո սովորական անվտանգությունը, ասում ես մեր անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է։ Ալիևի ազնիվ խոսքով դու գնում ես խաղաղության պայմանագրի Ազարևով երթվելով։ Ես սա է ամենագլխավոր խնդրը, որ մենք մեր պետությունը, ես դրա համար մի առիթով ասել եմ, ինչ տեղի ունեցավ 18 թվականից հետո։ 18 թվականին մինչև այդ Հայաստանում իր ազդեցության մեծ մասն ուներ Ռուսաստանը, համարվում էր Հարավային Կովկասի, չէ՞, բայց կոնկրետ Հայաստանը ռուսական ազդեցության տարածք աշխարհի ղեկավարների ընկալումներով եւ որոշ չափով նաև Եվրոպա արևմտյան եւ իրանական ամեն մեկը իր հետաքրությունն ուներ։ Հիմա թուրքական ազդեցություն։ Հիմա իմ կարծիքով թուրք նատոական։ Թուրք-ադրբեջանական նաև Ադրբեջանը իր մեծ ազդեցությունը արդեն ունի Հայաստանում։ Եթե քո բեռները գալիս է, եթե դու ասում ես, եթե Ռուսաստանից գազ չտա, ես Ադրբեջանից կբերեմ։ Նախ դա էլ է աբսուրդ, որովհետև նոր գազատարի կառուցումը մի 3-ից 5 տարի կտևի։ Նախ Ադրբեջանն այդքան գազ չունի։ Լավ, քսենք ունի, թուրքը եսին ոնց է բերում։ 3-ից 5 տարի, 3 մինիմում 3 ցուրտ զմեր։ Այս ժողովուրդը ի՞նչ է վառելու։ Իդեպ Էլ չեմ ասում դրա քաղաքական ու անվտանգային բաղադրիչը, որ դու քո պետությունը դնում ես Ադրբեջանից ուղիղ կախվածության տակ եւ մեր երեքից եւ մեր նման մտածողների եւ այսօրվա իշխանության բովանդակային տարբերության գլխավոր թեզը հետեւյալն է. մեզ համար Հայաստանի գլխավոր սպառնալիքը արտաքին դա Ադրբեջանն է եւ ինչու՞ չէ նաեւ Թուրքիան Նիկոլի համար գլխավոր երաշխիքը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Ըստեղ է մեր գլխավոր անտագոնիզմը սրա մեջ է Էդուարդ Շարմազանովի համար։ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվում են սպառնալիք, Նիկոլ Փաշինյանի համար երաշխավոր։ Ու այդ հասարակության մի հատվածի համար էլ կամ հասկանում կամ չեն հասկանում։ Թուրքիան ու Ադրբեջանը երաշխավոր են, այն հատվածի համար Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալիք են։ Հիմա տես, ընդամենը մի քանի օր առաջ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դրուս այդ բաները որ զանգել էին այդ Վովանը բանը որ զանգել էին իբր թե Նիկոլ Փաշինյանն է ու դու տվել աջակցում եմ եկեղեցու դեմ պայքարին նախ դա անթույլատրելի է դատապարտելի է որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը միջամտում է Հայաստանի ներքին գործերին էլ չեմ ասում պետություն եկեղեցի հարաբերություններին նորմալ ժողովրդավարական կառույցներում նա մի ժամ հետո պետք է պաշտոնանկարվեր բայց տես Ես դա եւ մեկս իմ գրառման մեջ շեշտ անկախ ազգությունից արդեն դա բան է, դիվանագիտական սկանդալ է եւ դատապարտելի է։ Բայց կրկնակի այդ խնդիրը կարևորվում է, երբ որ այդ գլխավոր քարտուղարը ԵԱՀԿ-ի ազգությամբ թուրք է։ Ու ես Նիկոլ Փաշինյանն ասում է, մարդը թուրք է, դրա համար ընկեր ջան, նախ այո Թուրքիա եւ Լյուքսեմբուրգը մեջ իմ համար տարբերություն կա, ոչ թե ես ֆաշիստ եմ։ Թուրքիից ընդամենը 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյան քո ասելով թուրքական բայրակտարները ռմբակոծել են Արցախը։ Սպանել են իմ հազարավոր եղբայրների։ Նույն Նիկոլ Փաշինյան քո խոսքով Թուրքիան գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու հայոց ցեղասպանությունը։ Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Սլովակիան, Սլովենիան, այլ Ռուսաստանը, Ամերիկան ինձ որպես պետություն եւ որպես ժողովուրդ սպառնալիք չի։ Բավոս ասում ինչ է նշանակում, այնտեղ շեշտում են որ թուրք, այդ մարդու ազգությունն են շեշտում, բայց ինչի՞ չշեշտեմ։ Հիմա ես ցակումով հույն եմ, չշեշտեմ։ Հիմա ես խոսքի Հայաստանի Հանրապետությունը իմ հայրենիքն է, ես ամբողջ կյանքս նվիրված աշխատում եմ հանուն Հայաստանի Հանրապետության, չշեշտեմ։ Երբ որ դու շեշտում ես ինչ-որ մեկի ազգությունը, դա դες չէ՞ որ դու ֆաշիզմ ես կարոզում կամ այլազատություն։ Իդեպ նախքան, եթե այլ հարցեր չունես, Հատուկյան, թերևս գնանք ամփոփենք, բայց նախքան ամփոփելը մի հարց ըստ ձեզ, Բարախիշարով կդառնա աշխարհի չեմպիոն ֆուտբոլի։ Տես, այս ինչ դա, ես ասում եմ, տեսեք, ես 82 թվականից ֆուտբոլի ակտիվ երկրպագու եմ։ 82 թվականի աշխարհի առաջնությունից։ 82 թվականից երկու թիմի եմ երկրպագել Բրազիլիա, Արգենտինա։ Նույն ժամանակ Խորեն Հովհաննիսյանը ԽՍՀՄ էր եւ առաջի խաղը որ լավ հիշում եմ դա Բրազիլիա ԽՍՀՄ խաղն էր 2-1 Բրազիլիան հաղթեր, բայց 1-0 կրում էր խորհրդային միությունը Անդրեյ Բալը խփեց։ Իսկ հպարտությունը 82 թվականի դա Բելգիա խորհրդային միության խաղն էր, որտեղ Խորեն Հովհաննիսյանը Գավրիլ Վիպասից գոլ խփեց։
82-ի գլխավոր հիասթափությունը Բրազիլիա-Իտալիա խաղն է, երբ որ բրազիլացիք պարտվեցին 3-2, որտեղ ֆանտաստիկ թիմ ունեն Սոկրատես, Էդեր, Ֆալկաո, Զիկո։ 86-ից արդեն Դիեգո Արմանդո Մարադոնան դարձավ, ասում եմ, բոլոր ֆուտբոլասերների ասինքն կուրկ չասեմ էլի հերոսը ֆուտբոլային Եվ Աստծո ձեռքը։ դե Աստծո ձեռքը դա նույն այդ տարի Շիլտոնի մի հատ գոլ Աստծո բացինքը այդ խաղում մի հատ ձեռքով գոլ խփեց որ ասես դա բլարուկա բոգը եւ երկրորդ գոլը դա ֆանտաստիկ է պատմության մեջ դες գոլ չէր էլ աշխարհի երբ որ Իրաքի սադաշտում գնդակը վեկալավ 8 հոգու խփելով այն էլ Անգլիային Պիտեր Շիլտոնին գոլ խփեց հիմա գանք մեր օրերին ես ասեմ 4 թիմ ա մտել ես եկրպավում եմ Արգենտինային Ուզում եմ որ դառնա Արգենտինան, բայց այդ 4 թիմերից հիմա ասեմ ով ավելաշատ շանս կունի։ Առաջինը Ֆրանսիան է, երկրորդը Իսպանիան է, երրորդը Անգլիան է, չորրորդը Արգենտինան։ Այսինքն, բայց ոնց կլինի։ Խաղը գնդակը կլորա։ Իմ կարծիքով այսօրվա Ֆրանսիայի հավաքականի նման վերջին 20 տարում աշխարհը հավաքական չի ունեցել sense տա։ Իրանք երրյակ ունեն ֆանտաստիկ, Օլիսե, Դեմբելե, Մբապե։ Էլ չեմ ասում այնտեղ Չուամենի կա, բան կա, Ռաբիո կա, կողքերից լավ պաշտ։ Դուք չեմպիոն դառնալ Արգենտինան, Այո, բայց հավաքական եւ բացատրում եմ որ այո։ Ու արդարել կլինի որ դառնա Ֆրանսիան։ Բայց ես եկրպագելու եմ Արգենտինային Լեո Մեսսիի պատճառով, բայց պետք է ընդունեմ որ օբյեկտիվորեն Արգենտինան չունի Այն ներուժը, մանավանդ Կաբո Վերդե 3-2, Եգիպտոսի մի կերպ 3-2, 3 էր, հա, բանի խաղին Նորվեգիային, չէ, Նորվեգիային չէ, բանին, Նորվեգիային Անգլիան հաղթեց։ Ում հաղթեց Արգենտինան, Շվեյցարիային հաղթեց Ալվարեսի ֆանտաստիկ գոլի շնորհիվ, բայց Սկալոնին լավ մարզիչ է, Լեոն էլ ինքը լիդեր է, Ես Արգենտինային եմ հաղթանակ մաղթում Անգլիայի հետ խաղում, մանավանդ որ 86 թվականից կա Անգլիա-Արգենտինա այդ պատմությունը, երբ որ 2-1 հենց Մարադոնայի գլխավորությամբ հաղթեցին, բայց ֆավորիտ համարում եմ օբյեկտիվորին Ֆրանսիային, երկրորդը համարում եմ Իսպանիային, բայց հաղթանակ մաղթում եմ Արգենտինային, այո։ Ես պետքա խոստովանեմ, որ այդպես պրոֆեսիոնալ ֆուտբոլասեր չեմ, իմ մոտ ամեն ինչը սիրողական մակարդակի վրա եւ միշտ որ պայն որ Բրազիլիայի հավաքականը պարտվում է իմ համար աշխարհի առաջնությունը կիսով չափ ավարտվում։ Կարեն ջան, մի բան էլ ասեմ, որպես սիրողական, ես որպես բալեշիկ ասեմ, որ ես 2002 թվականից հետո sense թույլ Բրազիլիա չեմ տեսել։ Հա, համաձայն։ Շատ թույլ է։ Նույնիսկ Վինի Ջունիորը, որ ինքը Ռեալի լիդերներից են, շատ վատ էր խաղում։ Ռաֆինյան, որ Բարսելոնում Իսպանիատանում շատ վատ էր խաղում։ Մարտինելին, որ Արսենալում շատ լավ խաղում է, էլի ինչ էր։ Այդ իմաստով Պապա Կարլոն, ասինքն Կարլո Անչելոթին չհաջողվեց հրաշ գործել, բայց տեսնենք, հուսով ենք Աստվածտա հաջորդ բանին Բրազիլիան, որովհետև Բրազիլիան դա ոնց որ ֆուտբոլում ոնց որ Մոցարտը երաժշտության մեջ էլի, տենց է։ Շնորհակալ ենք պարոն Շարմազանով մեզ ընկալվելու համար։ Դե, այսքանով երևի սահմանափակվենք, շնորհակալություն համար, կհանդիպենք լավ օր բոլորիդ։ առավոտը մեծահաբի հետ։